Բարի օր, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Ձեզ խաղաղ, ուրախ, օրհնված օր եմ մաղթում։ Եվ սկսում եմ նոր հոլովակ այս գեղեցիկ ծաղկամաններից, ծաղիկներով։ Սիրելիներս, Մարինկան արդեն ինձ համար Բարև ձեզ։ Կոֆե եմ դերել տատիկի համար։ Հիմա լսնենք իրար հետ։ Սիրելիներս, քանի որ Մարինեն արձակուրդ է, չի թողնում, որ ես իմ կոֆեն դնեմ։ Ինքը դնում, բերում է։ Եթե դուք ձեր կոֆեն չեք դրել, դրեք, միացեք տիկին Մարինեին, միասին խմենք կոֆեն, մի փոքր էլ զրույց անենք, նոր անցնենք մեր գործին։ Սիրելիներս, ինչպես եք։ Ես լավ եմ։ Ցանկանում եմ, որ դուք էլ միշտ լավ լինեք։ Առողջություն եմ բոլորիդ ցանկանում։ Մեզ ամենակարևորը առողջությունն է, որն էլ ցանկանում եմ բոլորիդ։ Դել ենք Ալայենց տուն։ Գնացինք, լավ ժամանց անցկացրեցինք, ուրախացանք, զբաղվեցինք, վերջում էլ որդուս մազերը կտրեց, դե արդեն ձեզ ցույց եմ տվել։ Առավոտ շուտ վեր եմ կացել, երեկվա ռեհաները լավ լվացել եմ, լցրել եմ քամիչի մեջ, համարյա ջրքանված է, սիրելիներս, էլ ջուր չկա այդ ռեհանի վրա, բայց ես կփռեմ մի հատ խոհանոցային անձեռնոցիկի վրա կամ սրբիչի վրա, որ տերևի ջրի կաթիլները չորանան։ Այսօր շատ շոկ է, շուտ հողամաս չենք մտնելու, երբ որ մտնենք հողամաս, արդեն ցույց կտամ ձեզ, սիրելիներս, երևի հաջորդ հոլովակին ցույց կտամ մեր վարունգները, թե ոնց են մեծացել, մալինաները, հաղարջները, արդեն ժամանակը եկել է, որ կոմպոտ անենք։ Մեքենան կանգնավ մեր Մարինե ջան։ Սիրելի հետևորդներ ջան, որդիս և ամուսինս աշխատանքից եկան, աշխատանքից հետո մտել են մեծածախս շուկա մթերային գնումներ անելու։ Դրա համար ես արագ խմեմ, ընթացքում կխոսենք։ Հիմա դուք էլ խմեք, տեսեք այս ծաղիկները քանի օր է, սիրելիներս, արդեն նոր սկսել է թառամել, բայց մեխակները դեռ թարմ են։ Չեմ ուզում։ Տեսեք հլը, ինչքան գեղեցիկ է մնացել, ձեր պատվիներ կեշած դայլայլում է։ Պապայի ձեն է լսավ նավերն ավտոյի։ Տեսնում եք, ձայներ է լսում, արդեն սկսել է։ Հիմա սիրելիներս, կհանդիպենք, տեսնենք որտեղ ենք հանդիպելու։ Աշխատանքից հետո գնումները կատարած, հոգնած եկել են, սիրելիներս։ Գնումները մթերային գնումները։ Հիմա բերեն, սիրելիներս, մեքենան դատարկեն, բերեն, նոր սիրով ձեզ հետ միասին կտեսնենք, թե ինչ գնումներ է կատարել որդիս և ամուսինս։ Մինչև գնումները բերեն, սիրելիներս, գնամ սառնարանից մի սառը ջուր բերեմ, խմեն, սիրտները հովանա, շատ շոկ է, անտանելի շոկ։ Մարինկա,
Օգնար չէ, շոկ, կրակ, ռոպկա շատ կար։ Մեր հայկական լավաշն է, սիրելի հետևորդներ, կարմիր, ընտիր լավաշ։ Սա էլ կաճելին սեղանին, հələ տեսեք ինչ մատնակաշ են թխում մեր հայերը բուխտայում։ Տար Մարինե ջան։ Օգնի Տարազի ջան։ Դու նկարի, ես նկարի։ Հա, հեսա պապան կտանի։ Արկղով լոլիկ շատ քաղցր է, սիրելիներս ասեմ, որ այստեղ սմբուկ է, կանանչ լոբի, հեսա կբացեմ։ Դու բացում տալի։ Հա, բաց։ Կանանչ լոբի է, տեսեք ինչ պղպեղ է, բայց չգիտեմ, հայկական դժվար է, մի չի գալի հայկական, Ինչ է դու։ հələ պղպեղը նայեք։ Կարմիր ընտիր, սա էլ լոբին է, կանանչ։ Սմբուկ։ Տար Մարինե ջան, օգնի։ Դիր ներսե սա տատին կգա կտեղավորի Ազիզ ջան։ Տարեք, այս ինչ է, երշկեղեն է։ Հա։ Հիմա դոկտորսկի երշիկ է, սիրելիներս, անյուղ։ Սա յուղոտ է, սա է սարդիկա է։ Հա։ Դիր ես կտեղավորեմ Ազի ջան, այստեղ էլ կոֆեն է, որ ասում եմ միշտ։ Այսը հայկական տոմատն է, մապը։ Հա, Այսը երկու ձևի պանիր է։ աբարանն է կարծեմ, Չէ, շիրակն է։ շիրակը, հա, համով պանիրներ են փորձված, դա կանանչիով է ոնց որ, Չէ։ չէ։ Հա, Ասես թազա է տալ փորձի։ այս էլ մեր բաբոն, դեդոն պակետը, որի մեջ հատիկավոր կոֆեն որդից գնում է, աղում լցնում տալիս են տեղում, մեր հայկական տոմատներ, սա էլ կվաս է, արկղով է վերցրել, որ ամեն րոպե, Ամենաշատն է։ հա, ահա, ապրի Մարինես, տարդիր ընդեղ, հեսա ես կգամ մի քիչ նկարեմ, գամ կտեղավորեմ, հա, սիրում է գարուշիկը, Սոխը տար Մարինկա։ սոխ է գնել, Պեչենի Պրոստը սոխա։ նո, թազա սոխ է մենք որ ասում եմ, սա էլ տենց, Երեք պապայի սիրտը ուզում էր առա։ Այսը ջեղը մեր բան այլ հանքային։ հանքային ջուր, այլուր, ուզում է ռուլետ խեի, սիրելի հետևորդներ ջան, բայց որ լավ չեմ զգում, այսօր մնաց։ Այստեղ էլ ինչպես միշտ մակարոն Չէ, եղել, մակարոն չի։ չէ, կանֆետի շոկոլադի մեջ, միշտ է շոկոլադի մեջ, կոչինիներ, Այսը դենս։ էմենդես երեխաներին, Պանիրը։ Այսը էլ պեչենի է։ Սրանք է սուպարիտներ են տալներ են։ Սապոն։ Այս ականջի չոպը դիրիստը բանիկը Մարինկա։ Սրանք է կեֆր են։ Կամ երկու հատ հա, քանի։ թամփրթոշ ենք պատրաստում, հիմա տեղավորեի, Մարինե ջան, տարեք, կգամ կտեղավորեմ։ Օճառնեմ դիրիրա տեղը։ Անտենեմ պասին դրգասան։ Հա, ես հեսա կգամ։ Ընդեղ էլ լոլիկ է, արկղով ձմերուկ և եմիշ։ Այս էլ որդուս կատարած գնումները։ Միշտ ասում եք, չէ, շիրներս, ինչ լավ գնումներ է կատարում որդիդ։ Այո, տեղը տեղին, ինչ որ տան համար հարկավոր է։ Այս եմիշը տոնես։ Դուրս ավելի շոկ, հա, նորո ջան։ Քանստե ներսը։ Մարինկա ջան, դար ցույց տուր եմիշնել, են ուզորով եմիշների։ Տորպեդոն է։ Տորպեդո։ Շատ քաղցր են, Ուզբեկական է։ եմիշներ են, այլ ձմերուկ է։ Էն էլ էդել եկներ ուզբեկական է։ Կարտոֆիլ։ Կարտոֆիլ է Մարինե։ Բեր։
Սիրելիներս, այսքան էր գնումները։ Հիմա գնամ ներ սիրով, հանգիստ, դասավորեմ, կհանդիպենք։ Սիրելիներս, գնումները դասավորելուց հետո անցա Ռեհանին։ Պետք է փռեմ շորի վրա, որ ավելի այս ջրային մասը չորանա, չմնա էլի ջրային մաս։ Նոր արդեն կլցնեմ ցանցի վրա։ Հիմա այստեղ փռում եմ ցույց տալու համար, հետո կվերցնեմ, կտանեմ մեր կատելնին հարմարավետ տեղ կա, կդնեմ։ Այս են սիրելի հետևորդներ ջան, հավասարաչափ, որ այս ջուրը չմնա, որ ջուրը մնում է կանանչին հետո չորանալուց մի տեսակ ուրիշ ձևի է լինում, կպնում են իրար, մինչև երեկո սա էլ կջրքանվի խոհանոցային սրբիչի վրա, մի հատ էլ դասավորեմ, տեսեք ինչքան մեծ է, իրար վրա կբերեմ, այսինչ, սա էլ այս կողմից կբերեմ, թող լավ կարող եմ այստեղ էլ թողնել սիրելիներս, այստեղ էլ թողնեմ ինչ երեկո, կտանեմ արդեն չորանոցում կփռեմ չորանալու և ընթացքը ցույց կտամ, հիմա այսքանը, արդեն լրիվ չորացած է, սիրելի հետևորդներ ջան, ջրի կաթիլ էլ չկա, ռեհանները վերցնում եմ և սիրուն շարում ցանցի մեջ, հիմա կասեք տիկին Մարինե, ով չգիտի չորացնել ռեհան, որ դուք ներկայացնում եք մեզ, սիրելիներս, բոլորս էլ գիտենք չորացնելու ձևը, ուղղակի պետք է ճիշտ ձևով չորացնենք, որ լավ ստացվի, ամեն մեկս մի ձևով ենք չորացնում, ես չորացնում եմ ավելի ճիշտ և լավ ձևը, սիրելիներս, սկզբից, որ լցնում ենք թե շորի վրա չորացնելու, թե ցանցի մեջ, առաջի օրը սիրելիներս հաց շերտով է լինում, հիմա պետք է լավ տարածենք, երկրորդ օրը խառնելուց արդեն փոքր քիչանում է, որովհետև թառամում է ռեհանը, անընդհատ պետք է խառնենք սիրելիներս, որպեսզի ռեհանը հավասարաչափ չորանա, միտեղ խոնավ չմնա, որ կպնի իրար, մյուսներին փչացնի, հիմա տարածելուց հետո ցեպը կքաշեմ և կտանի որդիս կկախի դրսում շատյորի տակ, այնտեղ համ մաքուր է, քամի է և արև չկա, պետք է չորացնենք հով, զով տեղում, որտեղ որ արև չկա, կարող ենք սենյակում էլ չորացնել, տեսեք ինչքան լավ է, այդպես մեծ չորանոց է, ամեն ինչ է կարող եմ այս չորանոցով չորացնել, հիմա տանի կախի, ընթացքը հետո ցույց կտամ, սիրելիներս, որդիս բերեց արդեն կախեց, ամեն օր կիչեցնի, ես մի հատ ձեռքով կշարժեմ, որ լավ չորանա, 3 օրում արդեն չորացած կլինի, ցույց կտամ, ամեն ինչն էլ ցույց եմ տալի, գիտեք, որ ձեզ հետ սիրով կիսվում եմ, սիրելիներս, իսկ հիմա գնանք տեսնենք ինչ եմ պատրաստելու, սիրելի հետևորդներ ջան, այսօր ձեզ հետ միասին պատրաստելու եմ կանանչ լոբի, գնումների ժամանակ որդիս գնել էր կանանչ լոբի, ասեմ, որ մեր հայկական կանանչ լոբին չի, բայց վայրոնկա լոբի է, մագլցվող, որ փետի վրա բարձրանում է և շատ բերք է տալիս ու ավելի լայն լոբի է լինում, դա չի, սա ուզբեկական վայրոնկա լոբին է,
կոլոտ, որ թել չի տալի, սաղս էլ գիտեն կոլոտ լոբին, լինում է սևը, ճլպտրունը, սա հենց այդ կոլոտ լոբին է և շատ նուրբ չի, սիրելի հետևորդներ ջան, դալար չի, պատրաստելու եմ ձվով, բայց պատրաստման տարբեր եղանակներ կան, կարող են կանաչիներով, լոլիկով, պղպեղով պատրաստել, սոխով պատրաստել, նոր ձու ջարդել, բայց ես այսօր սովորական կանանչ լոբին, ինչպես մենք շատ սիրում ենք, ձվով եմ պատրաստելու, որ մատուցեմ սխտոր մածունով, սիրելի հետևորդներ ջան, հիմա այս ծայրի մասերը կմաքրեմ, ես սիրում եմ, որ այսպես ավելի արագ է մաքրվում, քանց թե դանակով, գիտեք, մեր մեծերն էլ էին ձեռքով մաքրում, ձեռքով էլ ջարդում էին, հիշում եք, բոլորս էլ հիշում ենք, այո, այսենց էին անում, իսկ հիմա չէ, ուզում ենք ավելի տեսքը գեղեցիկ լինի, գեղեցիկ կտրված կունենա, հիմա կմաքրեմ, կվերջացնեմ, սիրելի հետևորդներ ջան, նոր արդեն կկտրտեմ փոքր չափսերի, հետո արդեն շարունակությունը ցույց կտամ, ինչպես եք թանկագիններս, իմ բարի ջերմ հետևորդներ ջան, ես արդեն լավ եմ, շնորհակալություն եմ հայտնում ամեն անգամ, թելը տեսեք, հարցնելու համար, միշտ հետաքրքրվում եք, հարցնում եք, թե տիկին Մարինե ձեր առողջական վիճակը ոնց է, ոչինչ սիրելիներս, արդեն լավ եմ, շատ շնորհակալ եմ, օրհնվեք դուք, միշտ այդպես բարի լինեք, սիրելի հետևորդներ ջան, բարի սիրտ ունենալը դա Աստծո պարգև է, ամեն մարդու էլ տրված չէ, միշտ բարի մնացեք, երբեք չփոխվեք, բարությունն է աշխարհը փրկում, կյանքում լինեք հաջողակ, սիրելի հետևորդներ ջան, բոլորս գիտենք, որ լոբին ինչքան շատ օգտակար է մեր օրգանիզմին, մանավանդ մեզ նման շաքարային դիաբետ հիվանդներին, լոբին խաշում է, ջուրը սառում է, թուրմը, կարող ենք խմել, երիկամների համար է լավ, շաքարային դիաբետնի համար է լավ, աղիքների համար է լավ, բորբոքային մասը վերացնում է աղիքների մեջ, մի խոսքով շատ օգտակար բանջարեղեն է, կանանչ լոբին, տեսեք մեր Հայաստանից, որ գալիս էր լոբի են գնում, մինչև մեր հողամասի լոբին էլի իհարկե, այնքան դալար, նուրբ, իսկ այս լոբին այդքան դալար չի, այսենց է իրանում, նայ, սա հազիվ ջարդվեց, մեր մոտինը շուտ դալարության պատճառով շուտ ջարդվում է, համեղ է նաև մեր Գորիսի են լայն լոբիները, այսենց լայն, երկար լոբիները կանանչ, կան նաև Գորիսի ճլպտրուն լոբիները, դրանք էլ են շատ համեղ, մեր վայրոնկա լոբին էլ, այս էլ է վայրոնկա, բայց մերին չի հասնի, մանավանդ թելի վրայինը, հենց ոնց որ տեղով ջուր լինի, լոբին շատ հարուստ է միկրո էլեմենտներով, սիրելիներս, ծծումբ է պարունակում իր մեջ, որը նորից եմ կրկնում, մաքրում է աղիքները, ինչքան կարող եք շատ օգտագործեք լոբի, մեր լոբին սիրելիներս դեռ նոր է ծաղկել, սկսում է քիչ ծաղկել, համատարած ծաղկած չի, ցույց կտամ, արդեն սկսել է ծաղկել, մենք էլ ենք շատ սիրում, դե Մարինկաց շատ է սիրում, բայց տղաթոռս էդ չի սիրում, հիմա այս իրեն համար մի բան պետք է պատրաստեմ, օй Մարինես կոֆեն բերեց, ես չբերեցի, ապրիմ աղջիկը, նոր է արթնացել, ասեց ես կդնեմ,
Դրա համար ես չդրեցի, սիրելի հետևորդներ ջան։ Համեցեք միասին այս գեղեցիկ ծաղիկների տեսարանով վայելենք մեր առավոտվա մի բաժակ կոֆեն։ Սիրելի հետևորդներ ջան, առանց կոֆե մեր օրը չենք սկսում։ Հենց արթնանում ենք, արդեն վազում ենք խոհանոց լվացվելուց հետո։ Կոֆեն պատրաստում ենք հանգիստ, սիրում եմ հանգիստ խմել։ Կոֆե ենք խմում, նոր արդեն անցնում ենք մնացած գործերին։ Տեսնում եք, հազիվ եմ մաքրում։ Սա մնացած լոբի ոնց որ լինի, էլի։ Նոր քաղաց չի ոնց որ։ Տեսնում եք, կոշտ, բայց ոչինչ, համեղ է։ Այսօր առաջին անգամ ենք այս տարի ուտելու լոբի։ Մերը կլինի համ լոբի թթու կպատրաստենք, համ կուտենք, համ կչորացնենք կամ էլ կդնեմ սարցախցիկը, մի տարի չորացրել էի, շատ համով եղավ, ուղղակի ոչ ոք չկերավ, ես ու ամուսինս, դրա համար չեմ չորացնի, ավելի լավ է, սարցախցիկը կդնեմ, սիրելի հետևորդներ ջան, իսկ հիմա կոֆեն խմենք, ես դրել եմ, որ բարձր լինի, սեղանը ցածր է, հարմար լինի։ Եվ ինչպես միշտ, եթե պատրաստում եմ, անպայման պետք է գոգնոցը կապեմ։ Ես շատ սիրում եմ առաջինը գոգնոց օգտագործել, երկրորդը կարանելու մատնոց օգտագործել, սիրելի հետևորդներ ջան, երրորդը, որ եթե մազերը երկար է, հավաքեմ, նոր անցնեմ խոհանոց, ճաշ պատրաստելու, ուտեստ պատրաստեմ։ Այդ երեքը պարտադիր կանոն են ինձ մոտ։ Անպայման պետք է մազերս հավաքած մտնեմ խոհանոց։ Բայց հիմիկվա ջահելները մատնոց չեն օգտագործում, աղջկաս ինչքան ասեցի, մատնոցով կարարա, վերջը չէ, չսովորեց, բայց ես որ կարուձև եմ սովորել, հենց սկզբից էլ, որ սկսել ենք արդեն առաջի օրվանից էլ, խոսալուց, մեզ բացատրելուց հետո, առաջի օրվանից էլ մատնոց է դրել մեր մատը և տենց էլ սովորել եմ, և ավելի մատնոցով հանգիստ եմ կարանում, քանց թե որ առանց մատնոց հանկարծ մատս չծակի։ Սիրելիներս, ոնց սովորում ենք, այնպես էլ արդեն էլ չենք կարողանում թողնել։ Հիմա մատնոցը սովորել եմ, ձեռքս հագնեմ կարանեմ, առանց մատնոցի էլ չեմ կարա։ Այդպես է, ամեն ինչում էլ, ամեն գործում էլ տենց է։ Լավ արդեն խաղում ենք, տոք կանաչին էլ, վարունգն էլ, լոլիկը սիրելիներս արդեն սկսել է գույնը փոխել, դեղին լոլիկը մի հատ արդեն դեղնում է, բամյաները արդեն սկսել են աճել, տաքություն է սիրում բամյան, ուղղակի սկզբից մենք չծածկեցինք, կտորը չբավականացեց, ինչքան որ ունենք սիրելի հետևորդներ ջան, այդ կտորը չհերիքեց, մինչև բերեցին, գնեցին, անձրևները չթողեցին, որ ծածկեինք, հիմա արդեն աճում է, հույս ունեմ, որ այս տարի բամյակ ունենամ, ամեն տարի տնկում ենք, մի 2 տարի ենք ընդմիջում տվել, սեր չունենալու պատճառով, բոմյան դեռ հլը չենք բացելու, մինչև ծաղկելը սիրելիներս, ճիշտ է, ցելոֆանի նման տաքություն չի տալի, մենք հենց ցելոֆան չենք քաշել, նրա համար, որովհետև արևը տալիս է, ցելոֆանը բույսին խաշում է սիրելիներս, իսկ մարլայան նման այս կտորը պահպանում է արևից,
անցքերից օդ է բույս է շնչում եւ սիրելիներս տաքություն է տալիս։ Բույսերը աշխատում են գիշերը, իսկ ցերեկը հանգստանում են։ Իրենք աճում են գիշերվա մեջ։ Դրա համար պետք է բամյան միշտ ծածկած լինի։ Հարգելի Գևորգ ջան, եթե տնկել ես, երիտասարդ ջան, ուրեմն թող ծածկած մնա։ Դե Հայաստան ավելի տաք է, քան մեզ մոտ, այնտեղ հենց կարող ես մի քիչ շուտ բացել։ Հələ տեսեք, սիրելիներս, արդեն կոշտացած է հատիկները, բայց վաճառել են էլի անխիղճները։ Իրանց ապրանքը ծախվի։ Սա էլ է նույնը, ոչինչ։ Հատիկներն էլ են համով, հիշում եմ Հայաստան, որ հավաքում էինք արդեն, մենք փոզել ենք ասում արտաշատցիները, արդեն պետք չի, պետք է հանես, չէ, կանաչներն առանձին, սենց հատիկներն առանձին, չորերն առանձին, սիրուն դասավորում էինք, հեյ գիդի Հայաստանս, հա, շատ եմ կարոտում իմ Հայաստանին, սիրելիներս, շատ, Հայաստանից համն ու հոտը ուրիշ է, միշտ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ։ Հիմա կոֆեն խմենք, վերջացնենք, սիրելի հետևորդներ ջան։ Կադրից դուրս կմաքրեմ, նոր կմիանամ ձեզ, արդեն կտրտելու ժամանակ։ Լոբին մաքրեցի, վերջացրեցի, հիմա ձեզ հետ միասին կտրտեմ լոբին, թեքությամբ, ես միջին չափսի, կարող ենք մեծ էլ կտրտել, բայց ես միջին չափսի և թեքությամբ, մայրիկս էլ էր թեք կտրում, գեղեցիկ, հավեսին, գործը հավեսով էր անում, այս հենց կտրտում էր թեքությամբ, ասում էր ուտելուն էլ, որ տեսք նայես, հավեսով ուտես։ Հիշում ենք, միշտ մեր մեծերի արած գործերը, խրատները, ինչ են սովորացրել, ոնց են մեզ սովորացրել, հիմա այս 21-րդ դարի երեխաներին մի քիչ դժվարությամբ է սովորեցնում, որովհետև հեռախոսներն են իրենց սովորեցնում, չեն կտրվում հեռախոսներից, տեսնում եք, ոնց որ մի քիչ թոռոմած լինի, չէ, իսկ եթե ես գնամ այգուց քաղեմ բերեմ և մաքրեմ կտրտեմ, ինքը ուրիշ ձևի է կտրտվում, սենց հավեսով, խրխրթալեն, իսկ սա հազիվ եմ դանակի ծայրով կտրտում, որովհետև մինչև գալիս է, տեղ է հասնում, տեղում էլ մնում է, սիրելիներս, նույն օր հոչի վաճառվում, ֆուրերով են ներմուծվում, ֆուրերն են վաճառում, ֆուրերի վրայի բանջարեղենը ավելի մատչելի է, քան թե ֆուրերից գնած տարած խանութում դրված ավելի թանկ է, որովհետև ֆուրերից գնում են մի փոքր ենքով վաճառում են խանութներում ավելի թանկ։ Առաջի ձեռք, ոնց որ մեր հայերն են ասում, չէ, որ գնում ես էժան է։ Ես հիշում եմ, որ նաև մեծերը այսինչ ջարդում էին, կիսուրս էլ եթե բաներ, բեր, ես շուշուտ ջարդեմ, մաքրում էր ու ջարդում էր, բա, անցան մեր համով անուշ օրերը, հիմա հիշում ենք, սիրելիներս, հիշողությամբ ենք ապրում, հիշողությունն է լավ է, որ հիշում ենք, չէ, ոնց կարող ենք մոռանալ մեր ապրած, անցած, գնացած տարիները, երբևիցե, սիրելիներս, երբևիցե չենք կարող մոռանալ, ամեն ինչն էլ հիշում ենք, որ մենակ նստում եմ, չէ, կինոյի լենթի նման հիշողություններս, անցյալս, իմ տարիները գալիս են ու անցկենում։
Իմ քաղցր հուշերը։ Մեր լոբին փետի լոբի է, սիրելիներ, բարձրացող, արդեն դե գիտեք, այդ լոբին կքաղեմ ու ցույց կտամ ձեզ, թե ինչ լոբի է, սա ինչ լոբի է, որ ոչ տեսքն է տեղը, ոչ էլ ինքն է տենց նաջիբ։ Սիրելի հետևորդներ ջան, միասին հավեսով, կոֆե խմելով, զրույցելով, լոբին մաքրեցինք, կտրտեցինք, հիմա էլ եկել ենք միասին մեր խոհանոցը, լվանում ենք լոբին, որպեսզի քաշենք։ Լավ լվանալու եմ, սիրելիներս, գնված է, չգիտենք ինչ պարկերի մեջ են լցնում, որտեղ են դնում, դրա համար մանրակրկիտ լավ կլվանամ։ Լոբին լվանալուց հետո լցնում եմ կաթսայի մեջ։ Ահագին լոբի է։ Հիմա լոբու վրա կլցնեմ սովորական սառը ջուր։ Այնքան կլցնեմ, որ հազիվ ծածկի, բայց քանի որ մեր մոտ լոբին մի քիչ կոշտություն ունի, մի փոքր ավել ջուր եմ ավելացնում, որ երկար եփեմ, ընդհանրապես շատ քիչ եմ լցնում ջուր։ Բերանը ծածկեմ կաթսայի, դնեմ գազօջախին եփելու։ Görmüş? Ne? Двойную. Ой, он де будешь конкон, hele стенай. Hele стенай. Сак двойную. Սիրելիներս, մինչև լովին եփի, իջա ներքև ձեզ սիրով ցույց եմ տալիս մեր մալինայի բերքը։ Listen, kormurum. Listen, ne? Gidelim mi? Կամաս կարմրում։ Հեսա։ Սա двойную. Չէ՞։ Հա, հեսա, նայ двойную։ Հեսա двойную։ Հետո քրքիրն է, որ ինքը մի հատիկ է գալիս։ Հետո է двойную դառնում։ Նայ, մի հատ գալիս է, հետո դառնում է двойную։ Լստե։ Նայ, մի հատ է սա։ Իսկ արդեն ուզում է двойную դառնա, հեսա двойную։ Սիրելիներս, այգուց եկակ, տապակի մեջ դրել եմ մի մեծ կտոր կարագ, գազօջախը վառել եմ։ Մինչ եկա, լոբին էր արդեն եփված, լցրել եմ ջրքանվի, ձու եմ վերցրել 7 հատ։ Ինձ մոտ մանր ձու է, դրա համար 7-ն եմ վերցրել, հետո շատ ձվով համով է լինում։ Հիմա ձվերը կկոտրեմ, մինչ արդեն կարագը կհալվի և լոբին կպատրաստեմ։ Սիրելիներս, տեսակ չէ որդուս և հարսիս ուրախությունը, որ իրենց չարչարանքը արդյունք է տվել և այն էլ ինչպիսի արդյունք, շատ բերք և առողջ բերք։ Ես էլ իրենց հետ եմ ուրախանում, սիրելիներս, չէ որ պետք է գնահատել հողագործի աշխատանքը, պետք է ուրախանանք, որ մեր ջահելները հողագործությամբ են զբաղվում, ամեն ջահել չի զբաղվում հողագործությամբ։ Հիմա ձուն կհամեմեմ աղով։ Աղը շատ չեմ լցնում, որովհետև լոբու վրա լավ աղ լցրել եմ։
Արդեն յուղն էլ հալվում է կամաց, հենց հալվի վերջանակ ավելացնեմ լոբին։ Կարագը հալվել է, դարձել է յուղ։ Մի հատ կխառնեմ, նոր արդեն յուղի վրա կավելացնեմ խաշված լոբին։ Սիրելիներս, նկատեցիք, որ այս խաշված լոբին ուզբեկական գույնը կանաչ չմնաց, փոխվեց, որակից է լոբու։ Իսկ մեր մոտի լոբիները հայկականը կամ իմ հողամասինը կանաչ մնում է։ Հիմա լոբին կխառնեմ յուղի հետ, կթողնեմ մի քիչ տաքանա, նոր կավելացնեմ ձուն։ Հիմա յուղի մեջ տապակված լոբու վրա լցնում եմ լավ հարած ձուն։ Էլ չեմ խառնելու, բերանը ծածկելու եմ, մինչև լավ ձուն եփվի։ Սիրելիներս, կանաչ լոբին ձվով արդեն պատրաստ է, անջատել եմ գազօջախը, հիմա ցույց եմ տալիս, թե ոնց է ստացվել։ Սովորական, ինչպես եփում ենք կանաչ լոբին ձվով, այդպես էլ ստացվել է։ Սիրելիներս, այսօրվա համար այսքանը։ Շնորհակալ եմ, որ դիտում եք։ Շնորհակալ եմ, որ դրական եք։ Շնորհակալ եմ, որ դուք կաք իմ կյանքում, ամենալավն ու բարին ցանկանում եմ ձեզ, սիրելիներս, այսքանով ավարտում եմ այս հոլովակը, եղեք առողջ և օրհնված, ձեզ հետ է ձեր շատ սիրելի տիկին Մարինեն, ցտեսություն, մինչ նոր տեսահոլովակ։